որ ես հայտարարել եմ, որ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարմանը մենք կհամաձայնվենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Բայց հիմա մենք դրան համաձայնվել ենք նախաստորագրելուց հետո։ Ես ձեր հարցը հետեւյալն է, թե ինչու։ Շատ պարզ պատճառով։ Եթե դուք ուսումնասիրել եք փաթեթները, այդ թվում արդեն հրապարակված խաղաղության համաձայնագիրը, որ դրա մասին հարց չնչեց, կարդացիք վերջը, թե չկարդացիք։ Դուք եթե կարդացել եք, նկատած կլինեք, որ խաղաղության համաձայնագրի մեջ, տեքստի մեջ, տարածաշրջանային կոմունիկացիաների հարցի կարգավորում չի տրվում։ Եվ երբ որ մենք հռչակագրում տեսել ենք, որ մի շարք հարցեր, որոնք խաղաղության համաձայնագրի տեքստում չեն կարգավորվում եւ այստեղ կարգավորվում են մեզ համար ընդունելի ձևով, մենք հասկացել ենք, որ չենք կարող այս շանսը բաց թողել, որովհետև մենք ստանում ենք ավելին, այսինքն ժամանակ պիտի խաղաղության համաձայնագիրը ստորագրեինք, գնայինք այս 5 տերմինը բանակցեինք։ Հիմա մենք այս 5 տերմինը ստանում ենք եւ հետեւաբար մենք պարտավոր էինք դա ստորագրել։ Երկրորդը, ինձ հետաքրքիր է, ինձ ընդհանրապես այդ մտքերի ընթացքը բան չի անում։ Հենց էսա, իսկ ինչի է անընդհատ կանխավարկած այնց, որ ինչ որ մեկին պետքա դատել, պետքա բռնել, պետքա գնդակահարել, ինչի է տրամաբանությունը տենց։ Հարցերի պատասխանը հստակ տրված է, իրավազորություն։ Այդ իրավազորությունը ոչ թե ադրբեջանցու մասին է, ոչ թե ամերիկացու մասին է, ոչ թե ավստրալացու մասին է։ Այդ իրավազորությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտի մասին է։ Մեր պետական ինստիտուտի ոչ մի կարգավորումում գրված չի, որ ուրեմն դու կարող ես գործել այսպես, եթե քո դիմաց կանգնած է ադրբեջանցի, եւ դու կարող ես գործել այդպես, եթե քո դիմաց կանգնած է ավստրալացի, ինքնիշխանությունը պետական ինստիտուտի մասին է, որ ինքը իր իրավասության շրջանակում գործում է բոլոր դեպքերում։ Հիմա սահմանապահ լինելու է, թե չէ, չի կարող լինել սահման առանց սահմանապահի։ Չի կարող լինել։ Այսինքն, այդ նույնն է, որ հարցնեք, ասեք, այդ որ ասում եք տարածքային ամբողջականություն, այդ տարածքը հողից է ալնելու, ջրից, թե ածխաթթու գազից։ Տարածքը։ Սահմանը եւ սահմանի անխախտելիությունը, ես անդադ ինչ եմ ասում, անխախտելիությունը, որովհետեւ սահմանը չնախատեսված ձևով անցնելը դա արդեն սահմանի խախտելիությունը։ Հաջորդը, այսօր բազմաթիվ երկրներում, Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Արաբական Էմիրություններում, այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, այդ երկիր մտնող անձանց անձնագրերը ստուգում է գործիքը, սարքավորումը։ Հիմա մարդիկ, ես նույնիսկ մենք, այսինքն համացանցում դա կարելի է տեսնել ամեն օր, համացանցում։ Այսինքն այդպիսի, ես ասում եմ, որ մեր նպատակը, այն ինչ կարգավորում, որ մենք պետք է ունենանք, ընդ որում դա մենակ այդ կետի մասին չի։ Մենք Հայաստան-Վրաստան սահմանին, Հայաստան-Թուրքիա սահմանին, Հայաստան-Իրան սահման, մեր օդանավակայանում, մեր քաղաքացիների համար, օտար երկրյա քաղաքացիների համար պետք է այդ կարգավորում մտցնենք, որովհետև դա երկրի մասին է։ Այդ նույն հարցն է, դե 32 թվից տենց են անում, ոչ մի հարց, այդ բանը, մեթոդը, որ դու պետք է մարդուն ձեռ տաս, պետք է հոտոտես մարդուն, ականջը քաշես, մազերը քաշես, տենաս իսկական է թե չէ,
Չպետք է լինի մեր սահմաններին, ոչ մեկի հետ։ Եվ չի լինելու։ Ընդ որում չի լինելու, բոլոր տեղերը չի լինելու։ Ես ուզում եմ, որ մեր երկրում լինի այնպես, բոլորը գնում գալիս ասում են, դե Դուբայում եղել եք, երևի եղել եք, դե բոլորդ էլ եղել եք։ Մենք ուզում ենք, որ տենց լինի։ Մենք ուզում ենք, որ տենց լինի ու տենց ալնելու, ինչու՞մ է խնդիրը։ Արձագանք։ Հա, ինչ վերաբերում է կաթողիկոսի գահին հավակնելուն, գիտեք ինչ, եթե ես նայում եմ կաթողիկոսի եւ հոգեվորականի ձեր չափանիշներին, այս դահլիճի 60%-ը կարա այդ չափանիշներով հավակնի կաթողիկոսի գահին, այդ թվում նույնիսկ ձեր խմբակցության 60%-ը այդ չափանիշներով կարա կաթողիկոսի գահին հավակնի, այնպես որ տենց շատ մեծ կոմպլիմենտ չարիք ինձ։ Արձագանք։ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման 2 ամիս առաջ արված ձեր հայտարարության եւ այստեղ արված ձեր հայտարարության մասով մի հատ փոքր դիտարկում։ Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել։ Տեղի ունեցել ընդամենը նախաստորագրում։ Ես անկեղծ ասած չհասկացա, պարոն Փաշինյան, թե դուք ինչի բորբոքվեցիք, երբ որ ադրբեջանցիների այդ ճանապարհի վրա հնարավոր հանցագործության մասին եւ հայ դատավորի կողմից դատելու մասին հարց տվեցի։ Երբ որ մեր բարեկամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին գալիս է Հայաստանի Հանրապետություն, հայ սահմանապահը ստուգում է իր անձնագիրը։ Այսինքն ձեր պատասխաններից ես հետևությունն եմ արել, որ ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի ազատ են լինելու, ազատ են իրենց զգալու, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Եվ որևէ հարցի դուք հստակ չպատասխանեցիք, լինելու մաքսավորը ստուգելու է բեռը, սահմանապահը ստուգելու է անձնագիրը, ոստիկանը կարողանալու է կանգնեցնել, դատավորը կարողանալու է դատել։ Այս տրամաբանության շրջանակներում սա անգամ միջանցք չի, սա ադրբեջանցիների համար պրախադնոյ դվոր է լինելու։ Շնորհակալ։ Ուրեմն դուք իմ պատասխանը չլսեցիք, ես ասացի մեր բոլոր սահմաններին պետք է լինի այդպես։ Ավելի հստակեցնեմ, ոնց որ Միացյալ Նահանգների սահմանն են անցնում նոր տեխնոլոգիաներով, ոնց որ Միացյալ Արաբական Էմիրությունների սահմանն են անցնում նոր տեխնոլոգիաներով, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Վրաստանի, Հայաստանի բոլոր տեղերի քաղաքացիները պետք է անցնեն այդպես։ Մաքսավորն էլ պետք է ստուգի այդպես։ Միացյալ Նահանգների հետ այդ բանի հուշագիրը, որ ստորագրի չեք կարդացել, ինչա գրած այնտեղ։ Բոլոր ժամանակակից մենք Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցությունը ինչի ենք այդքան կարևորում։ Արհեստական բանականության ոլորտում, խաղաղության խաչմերուկ նախագծի ոլորտում, որ մենք օգոստոսի 8-ին շատ ավելի կարևոր մի բան է տեղի ունեցել։ Մենք հնարավորություն ենք ստացել հասանելիություն ունենալ այդ բոլոր նորագույն տեխնոլոգիաներին։ Դուք ասում եք ո՞նց։ Փաստորեն 1867 թվականի մեր հարազատ մաքսային հսկողությունը չի լինելու։ Ոչ լինելու է 2021-րդ դարին հարիր մաքսային սահմանային հսկողություն։ 21-րդ դարին հարիր։ Լինելու է ոչ միայն ադրբեջանցիների, լինելու է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այդ թվում ձեր կողմից նշած Հայաստան-Վրաստան սահմանին։ Բոլոր տեղերը, օդանավ դուք, որ գնաք որևէ ուղղությամբ, ձեզ ոչ մեկը դուք մարդկային կոնտակտ ունենալու եք այն պարագայում, եթե այդ սարքը պրոբլեմ արձանագրի։ Եվ ես ասում եմ, մեր երկրի